Այս միջավայրում լուրջ հարց հնչեցնել է իհարկե գնալով բարթանում է, բայց այնուամենայնիվ փորձեմ հարցը ձևակերպել։ Հարցս վերաբերում էր հարցի պես մեր հասարակության մեջ տիրող բռնության մթնոլորտին եւ հանցավորության վրա վերջինիս ունեցած ազդեցությանը։ Գրեթե որ չկա, որ համացանցում չբախվենք կենցաղային բնույթի հանցագործությունների, սպանությունների կամ ինքնասպանությունների մասին լուրերին եւ դինամիկան բոլորովին լավը չէ։ Վերջին 4 ամսում անչափահասների կողմից իրենց հասակակիցներին դաժան ծեծի 4 դեպք է արձանագրվել։ Նոյեմբերին Զորականի պետական քոլեջում, դեկտեմբերին Իջևանի դպրոցում, փետրվարին Ջրաշենի դպրոցում, փետրվարի 23-ին Երևանի 82 դպրոցում, սրանք իհարկե այսպես համացանցից եւ նաեւ տոնական տվյալներից հայտնի դեպքերն են եւ ես չեմ բացառում, որ կան դեպքեր, որոնք չեն արձանագրվում եւ այսօր համացանցում եւս դպրոցներից մեկում նորից բռնության մի դեպքի ականատեսը եղանք։ Ինքնասպանությունները կամ սպանության հասնելը շարունակում են մնալ պարտադիր ժամկետային զինծառայողների մահացության հիմնական պատճառներից մեկը, ինչը փաստում է բանակում դեռևս չհաղթահարված ոչ կանոնադրային հարաբերությունների մասին։ Ըստ ՀԿ-ների զեկույցի 24 թվականին ոչ մարտական պայմաններում մահացել է 36 զինծառայող, 25-ին 34։ Հարցս այսպիսին է, ինչ կանխարգելիչ աշխատանքներ են տարվում կամ ձեռնարկվում այս ուղղությամբ, կան արդյոք համապատասխան ուսումնասիրություններ, պատասխանատվության ենթարկված պաշտոնյաներ եւ վերջերս խոսվում էր հանցավորության կանխարգելման նոր ռազմավարության մասին, ինչ փուլում է այն եւ ինչ հետևությունների մասին կարող ենք այս պահին խոսել։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Գալստյան, ձեր հարցի մեջ իրականում մի քանի բանալի բառեր կային, այդ բանալի բառերից մեկը համացանցներ, որովհետև եթե նախկինում դպրոցականների շրջանում այդ հարաբերությունների մասին TikTok-ում կամ Instagram-ում չի եղել, դա չի նշանակում, որ այդ հարաբերությունները չեն եղել։ Այսինքն հերիք է էլի ձևանենք։ Հիմա հարևանը հարևանի հետ շքամուտքում վիճում է, երրորդ հարևանի առաջի գործը արա գցի TikTok, որ առաջին ինքը բանը հավաքի։ Այս այդ մասով։ Իսկ խնդրեմը կա։ Մենք այդ թեմայով կառավարությունում քննարկումներ ենք ունենում եւ պաշտպանության նախարարությունում մահերի մասով կներեք, բայց եթե բան ենք ասում, մենք եք արձանագրենք, որ վիճակագրության մեջ է նաեւ այն, որ մեր հարգելի զինծառայողը, ասենք օրինակ, տանը, ասենք ինֆարկտից մահանում է։ Ոչ մարտական պայմաններում մահի վիճակագրություն նաեւ է վթարյա ենթարկվում։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Դրա համար մենք պետք է վիճակագրությունը բան անենք, տարբերակենք։ Իսկ վիճակագրությունը այն մեզ մտահոգող, չնայած էդ էլ է մտահոգում, բայց դա այդտեղ բան չես կարող անես։ Առողջական, չնայած էդ էլ առողջության ապահովագրությունը այդ թվում դրա համար է, որ մարդիկ ժամանակ առ ժամանակ ստուգվեն։ Բայց այն մնացած մասերով մեր բանակում դեպքերի թիվը նվազել է եւ հետեւականորեն նվազում է, բայց ֆունդամենտալ առումով ես ուզում եմ մենք մի բան արձանագրենք, հետեւյալը մենք միջև մեր մեջ քրեական ենթամշակույթը որպես եկեք խոստովանենք, որ քրեականը ենթամշակույթ չի, ենթամշակույթը այն մնացածն է, քրեականը մշակույթ է մեր իրականության մեջ, որովհետեւ այդ թվում հիշում եմ, երբ որ բանի ազդարման մասին օրենսդրությունը ընդունում ենք, ձեր խմբակցությունը այդ ժամանակ ընդեղ էր նստում, ընդեղ էլ ձեր խմբակցության մի падգամավոր կա, վեր կացավ ասեց, չհասկացա, գործ տալու մասին օրենք ենք արդեն ընդունում, այսուր ենք հասել, բայց դա մենակ ձեր կուսակցության խնդրեմը չի, դա նաև մեր կուսակցության խնդրեմն է, դա ցավոք սրտի Հայաստանում տենց կուսակցություն չկա, որի խնդրեմը չի, քանի մենք քրեական ենթամշակույթը եւ բռնության մշակույթը, որի կրողը ուղիղ կամ անուղիղ բոլորս ենք, մենք չենք առերեսվել, մենք անընդհատ բան ենք անում, բռնության մշակույթով լցնում ենք երեխային, 100 անգամ խոսել եմ, սկսած նրանից, որ հենց լեզուն բացվում է, առաջին բանը այնա, որ երեխեքին սիրելու մեր կամ իրանց հետ հարաբերվելու մեր ձևի մեջ բռնությունը պարտադիր ձև կա, ասենք պետք է կամ ինքը խփի, կամ դու խփես, կամ բայց մենք դրա հետևանքի մասին չենք մտածում, նեգատիվով այս քրեական մտածողությամբ 18 տարի մեր
երիտասարդության լիցքավորում ենք, հետո ուղարկում բանակ։ Հետո գնում մի հատ լեյտենանտի կամ մայորի կամ գնդապետի բռնում դատում, ասում են դու ինչի՞ չես այս խնդիրը լուծել։ Ես նկատի ունեմ, եթե լրջության մասին եք խոսում, եթե ուզում եք, որ հարցը դիտարկենք խորությամբ, մենք պետք է այս մակարդակ գնանք։ Ես ուղիղ ասում եմ, միջև Հայաստանում այս քրեական ենթամշակույթը չի դուրս եկել, չեմ ասում, ուրիշների միջից, մեր միջից։ Ինձնից սկսած մնացածով շարունակած։ Մենք անդադ այդ խնդիրներն ունենալու ենք։ Որովհետև քրեականը եկեք ենթամշակույթ չի։ Քրեականը մշակույթ է, ենթամշակույթ է մնացած հատվածը։ Եկեք լուծենք այս հարցը։ Այդ լուծելու համար, բայց պետք է առերեսվենք այդ հարցի հետ։ Արձագանք։ Պարոն Փաշինյան, երբ դուք մոտեցաք ուրեմն այդ ամբիոնին, անկեղծ ասած, չարդարացված, բայց շատ ավելի լուրջ պատասխան էի սպասում։ Ես ձեզ շատ կոնկրետ հարց տվեցի։ Հանցագործության կանխարգելման ռազմավարությունը, որի մասին վերջերս ներքին գործերի նախարարը խոսեց, որ մշակման փուլում է։ Ինչ փուլում է այդ ռազմավարությունը։ Դուք ինձ տվեցիք ուղղակի զրուցարանի, հայերը դրա բեսեդկային ասում, բեսեդկայի զրույցի կենցաղային իր մակարդակի մի պատասխան, բայց ոչ կառավարությունը եւ իշխող քաղաքական ուժի պատասխանատվություն կրող անձի պատասխան։ Այսպիսի հանցագործություն կա, համացանցում կլինի, թե չի լինի, դա թե դատախազության, թե ներքին գործերի զեկույցներում կա նաև կրթության նախարարության, դպրոցներում բռնության, բուլինգների եւ ամեն տեսակի մի խայտարակ պատկեր է։ Ես ես լուրջ ախտորոշման մասին եմ խոսում։ Դա մեր հավաքական, ընդհանուր ախտն է, մեր բոլորի դարդն է։ Այսօր եւս ինչ-որ կնոջ, միջին տարիքի մի կնոջ աշակերտը ուղակի հարվածել է։ Ես խոսում եմ հիվանդ հասարակության մասին, բանակում ոչ կանադրային հարաբերությունների մասին եւ ակնկալվում էր նորմալ լուրջ պաշտոնական պատասխան։ Բոլորը մեղավոր էին բացի իշխող քաղաքական ուժից։ Մեր հասարակությունը, ինչպես եւ նախորդ հարցի պարագայում, այդ որակի պատասխան չի սպասում։ Ռազմավարություն ունեք թե ոչ։ Գիտակցում եք, որ այս մշակույթով հասարակությունը ապագա չունի եւ այո, բոլորն են մեղավոր, սա մեր հասարակությունն է, մեր դասիրակության եւ ընտանիքի հայրենիք, բայց քաղաքական պատասխանատվությունը ձերն է։ Տիկին Գաստան, եթե տենց եք մոտենում հարցին, ես էլ այլ դիտանկյունից նայենք։ Դուք ասում եք, ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ հանցավորության դեմ պայքարի ռազմավարությունը մշակման փուլում է։ Ինչ փուլում է ռազմավարությունը։ Պատասխանը պարզ է, մշակման փուլում է։ Ինչ եք հարցը տալիս։ Հայտարարել է նախարարը, որ մշակման փուլում է։ Երկրորդը, եթե մի րոպե 3 ամիս ռազմավարությունը դուք գիտեք ինչ է, դեսա գնամ 3 ժամից բերեմ այդ ռազմավարությունը։ Երկրորդը, այո, քանի դեռ Հայաստանում կա կուսակցություն, որտեղ զենքի վրա երթվելով են ընդունում կուսակցություն, եւ որտեղ սեփական անդամներին գնդակահարելը սովորական մի հատ երևույթ է, դուք գնացեք ձեր կուսակցության դարդը լացել եք, եկել եք դպրոցների դարդն եք լացու։ Քանի դեռ տենց կուսակցություն կա Հայաստանում, այո, այդ խնդրեմը ելնելու է։ Եվ մեր քաղաքական պատասխանատվությունից մեկը այն է, որ ձեր կուսակցությունների նման կուսակցություններ Հայաստանում չլինեն։ Որպես բանի հանցավորության դեմ պայքարի ռազմավարության ոչ ամենաէական, բայց կարևոր մաս։ Շնորհակալություն։